Քաղաքացիական պայմանագրի Գյումրիի քաղաքապետի թեկնածուն ես եմ Ալեն Սիմոնյանի հայտարարությունից հետո ոչինչ չի փոխվել, վստահեցնում է իշխող ուժի Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը։ Ըստ Սարուխանյանի խորհրդարանի խոսնակի հայտարարությունից հետո այլ քննարկում այս հարցի շուրջ չի եղել։ Համայնքի ղեկավարի մասին մենք արդեն խոսել ենք, դրանից հետո որևէ բան չի փոխվել։ Համենայն դեպս ազգային ժողովի նախագահի մակարդակով հստակ ասվել է։ Դրանից հետո այլ փոփոխություն, այլ քննարկում այդ հարցի վերաբերյալ չի եղել։ Մինչդեռ գյումրեցի մեկ այլ ՔՊԱ-ական պատգամավոր Դավիթ Արուշանյանը խուսափում է ասել արդյոք քաղաքացիական պայմանագիրը վերջնականապես կողմնորոշվել է Գյումրիի քաղաքապետի թեկնածուի հարցում։ Այսինքն դուք դեռ վերջնական որոշում չունեք ով է ձեր թեկնածուն քաղաքապետի այլ։ Որպես այդպեսին պարոն Սարուխանյանը հայտարարություն արել է տարածքային կառույցի ղեկավարի մասով։ Մամուլում սակայն լուրեր են շրջանառվում, որ այս հարցի շուրջ տարածքային կառույցում Կարեն Սարուխանյանի ու ՔՊԱ-ականների միջև վեճ ու անգամ ծեծկռտուք է եղել։ Սարուխանյանը հերքում է ու լկտի սուտ որակում սա։ Միանշանակ հերքում եմ, նման բան չի եղել, նման բան չէր կարող լինել եւ մենակ այդ սուտը չեմ հերքում։ Շատ ստե։ Իրենք այդ ամեն լկտի գրած սուտի համար պետք է անպատասխան ակցիաներում պատասխանատվության ենթարկվի։ Դավիթ Արուշանյանը եւս պնդեստ է վիճաբանության մասին տեղեկություն չունի։ Չեմ իմացել նման բան, չեմ կարծում, որովհետեւ մեր թիմի ներսում վեճեր չեն լինում։ Գուցե բանավեճեր լինեն, բայց վեճեր չեն լինում։ Գյումրեցի պատգամավոր Արուշանյանն ասում է, այս պահին առաջնայինը քաղաքակառավարման կոլապսից դուրս բերելն է Գյումրիում արդեն աղբահանության խնդիր կա, իսկ 2000-ից ավելի համայնքային աշխատողներ դեռ աշխատավարձ չեն ստացել։ Այսօր առաջնային օրակարգը Գյումրին այդ վիճակից հանել է, որտեղ կոլապսի առաջ է կանգնած։ Միայն ընտրությունները չեն այդ վիճակից դուրս գալու մեխանիզմները, այս չի կառավարում այսօր Գյումրին, աղբանության հետ խնդիր ունենք, վաղը տրանսպորտի հետ գուցե խնդիր ունենք, քաղաքապետարանը ընդհանրապես չի գործում, ամենակարևորը 2000 հոգուց ավել աշխատավարձ չեն ստանում Գյումրիից, այդ իմ համար առաջնային խնդիր է այսօր։ Այլ բանի մասին չեմ ուզում մտածել։ Երեք Գյումրիում աղբահանության խնդիր իսկապես եղել է, ավելի ստույգ վառելիքի։ Քաղաքապետարանից փոխանցեցին, պայմանավորվել են, որ վառելիք վաճառող ընկերությունը շարունակի մատակարարումը մինչև ֆինանսավորման հարցը լուծվի։ Երեք համացանցում Գյումրիի տարբեր թաղամասերից նկարներ էին հրապարակվել աղբով լցված աղբամաններով։ Այսօր արդեն կուտակված աղբը հավաքվել էր։ Գլխավոր հարցը մնում է համայնքի աշխատողների աշխատավարձը։ Դավիթ Արուշանյանն ասում է, փորձում են իրավական ճանապարհ գտնել, որ առանց կառավարման մնացած երկրորդ քաղաքը կոլապսի չենթարկվի։ Իրավական գործընթացներով կամ փորձելով հասկանալ թե ինչ էլի օրենքի սահմաններում ինչ տարբերակներ կան այդ մարդկանց։ Միան այդ բանջությունները երբ է լինելու դեռ պարզել չի եւ այդ մարդիկ մի օր ավել այսօր ամսի 12-ն է էլ եմ ասում 2000 հոգի աշխատավարձ չի ստացել։ Ընտրություններին սպասել, որ այդ 2000 հոգին աշխատավարձ ստանան, այդ շատ ուշ է լինում, որտեղ արդեն ուշացել են։ Ինչ երկեք տեսնում այդ դեպքում։ Իրավական մասը պետք է հասկացվի, թե ինչ տարբերակներ կան, մի աշխատանքներ են տանում դրա ուղղությամբ, որովհետեւ էլ եմ ասում առաջնային քաղաքես վիճակից հանենք, աղբանության խնդիր լուծենք, գոնե մինիմալ պայմանները, որ կան քաղաքի բնականon հունը չխանգարելու համար այդ հարցերը լուծվի։ Մնացած հարցերը երկրորդական են։ Մեղավոր այդ կոլապսի համար ինչ եք կարծում։ Մեղավորներ իմաստ չունի մանգալը։ Աշխատանքային օրենսգրքով աշխատավարձերը պետք է փոխանցվեն մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը։ Ֆինանսների նախարարության տիրույթում է հարցի կարգավորումը։ Պետք է որոշեն, թե հրաժարական տված համայնքի ղեկավարի փոխարեն ով է ստորագրելու աշխատավարձերի ցուցակը։ Մոտ 160,000 բնակչություն ունեցող քաղաքն արդեն կես ամիս է կառավարիչներ չունի, իսկ արտահերթ ընտրություններն ըստ ամենայնի կանցկացվեն կամ տարեվերջին, կամ հունվարի առաջին կեսին։